Մինչև բարի երեկո, մինչև բարի լույս շելի ժողովուրդ, այսօր փետրվարի 2-ն է, խոսում է ամենալ հայոց Վարդան Ղուկասյանը։ Ուզում եմ շատ կարճ անդրադառնալ մի երկու թեմաների, որոնց շուրջ չգիտես ինչի հայաստանյան քաղաքական դաշտում կան լռություն, ոչ թե դրա մասին չի խոսում, բացարձակապես։ Բայց это Ռոբիկ, Մոբիկ, Սերժիկ, Մերժիկ, սա խելեն ասել մենք ջուջանք պարլամենտ, մենք ուզենք դառնանք վարչապետ։ Բայց ասեք կողից չի ասում, ընկերներ, ընկեր պարլամենտական այսպես կոչված ընդդիմություն։ Դուք ձեր պարլամենտով հաղթեցիք Արցախը, տեղահանարեցիք 150,000 հոգու, հանձնիք իրանց, Աղավնով, Բեզով եւ այլն։ Այսօր նորից ուզում եք վերարտադրվեք, որ ինչ անեք։ Հիմա հարց, այդ նույն պարլամենտում նստածներին, այդ նույն պարլամենտի ընդդիմադիր Արբանյակ, այսպես ասած, Թաթոյան, Մաթոյան, ինչքան դեռ, չգիտեմ, կարիկատուրական, Հայկո եւ այլն, բոլորը ուզում են դառնալ վարչապետ։ Դրանց մի հատ ժողովուրդը հարց չի տալիս, ոչ թե միայն ժողովուրդը, այլ այսպես կոչված ընդդիմադիր լրագրողները, լավ, դուք Լեռնային Ղարաբաղի հարցը համարում եք փակված, թե ոչ, հնարդ նայեք, էլի բոլորը խփռում են, մի պատողեք, որ Վարդան Ղուկասյանը քրվում է։ Հիմա Վարդան Ղուկասյանը չի քրվում, հարց եք տալի։ Տեսեք մի հատ լրագրող Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Թաթոյանին, մյուսներին սաղին, այդ հարցը տա։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է, թե ոչ։ 30 տարի Ադրբեջանը պնդես, հորահանելա, պատերը ճանգռեց, բանակը զինեց, նրանց կաշառեց, միկրով, ամեն ինչով Հայաստանի ղեկավարությանը կաշառեց 15 միլիարդ, 10 միլիարդ, քանի միլիարդ տվեց, պատերազմը սուտի սարքեց, Ղարաբաղը հետ բերեց։ Մենք մի վայրկյանում վեկան 150,000 հոգու, արդեն վերջինը սարքի կտեղեցիք, դիրեք, Ղարաբաղը հասնում եք Ադրբեջանին։ Բայց Ղարաբաղը եղել է, մնացել է ու հələ կա ու կմնա, որպես հայկական հող, այդտեղ հայերին ապրել, չէ՞։ Մենք ենք ապրել, այդ հողը մերն է եղել, մելիքություն, չգիտեմ, 4-րդ դար, 2-րդ դար, գրողության ցավի դար, որ տարից եկած այդ հողը մերն է։ Ինչի՞ sense խլու հնազատ վեկալակ տվեք։ Հիշում եք, ես թողեցի ցայնային հաղորդակցություն, որ այդքան թրկասեր, 1000 հոգի թրկասեր մարդ մտնի եթերասի ին տան վրա բերում գրացում են ադրբեջանցիների, նամանավանդ են երկար էշեն մկոտ, որ ասում են 2 մետր հողի համար կրիտ դարեք են բանը կլոն անասունը։ Մեկը չեն ասել, ոչ մի հայ չեն ասել, ես պատրաստ եմ իմ տան վրա 2 մետր քառակուսու վրա բերեմ գրացեմ ադրբեջանցու։ Բայց դուք ձեր տան վրա չեք բերում գրացեք ադրբեջանցու, դուք ձեր հողի վրա ադրբեջանցու չեք գրացում։ Ընկեր մկո, հելաս Նիկոլի Վորրիցակը մտնելու համար ասել 2 մետր հողի համար կրիտ կենենք։ Տանդ վրա բե ադրբեջանցի գրացի, բախը չեք բերում գրացում, քիչ ես խոսում դրա մասին։ Ընկեր Ռոբերտ Քոչարյան, հիմա Ղարաբաղը հայերինն է, թե ոչ։ Հայակվի կանան, են բոզիկ աղջիկ ասպրամը այո ոչ երանը, իրանցը, աղավնով եւ այլն։ Հիմա գնաց Ղարաբաղը, վсё տնի պրծած։ Կամ մյուս հարցը, կարիդորը, միջանցքը, իսկիչու, դուք հայլյանահան, ոնց որ ես եմ պահանջում, ազգային ժողովում չեք ասել Նիկոլ Փաշինյան, բոզիկ տղո, դու հիմա Ադրբեջանի տարածքով կարիդոր ուզի, դեպի Ռուսաստան, այդտեղ կդնենք Մելանիա Թրամփի անունով, ախի չեք պահանջը։ Ազգային, թե մենակ կակնստեք, լապեք, ծածեք, թքեք, տանեք, սաղեց պետությունից։ Տեսեք, սեն չկա, ոչ թե քաղաքագործի չխոսում դրա մասին։ Ես ասում եմ Ղարաբաղի հարցը փակված չի։ Ես պատերազմ չեմ ուզում, բայց ես ասում եմ, որ իմ հողի վրա դա իմ հողն է։ Իմ հողն է, ինչքան է, որ 1921 թվին Ղարաբաղն ու Նախիջևանը մտցեին Ադրբեջանի կազմից որպես ինքնավար մարզ, այլ ոչ թե Ադրբեջանի տարածք։ Ինչքան է, որ համիջքն 1000 մարդ է, հանին ու տեղահան արեցին ընդերից։ Դա իմ հողն է։ Ղարաբաղի հարցը փակված չի, հայտարարում եմ ես։ Հիմա թող մյուս քաղաքական ուժերի գործիչները հլեն, եթե տղամարդ են, եթե չեն սնվել Ադրբեջանից, հլեն ու ասեմ, որ Ղարաբաղի հարցը փակված չի։ Խրսկուտեն թե կլեն այդպես պակաս են, թե այդպես տղամարդ կա։ Որտեղ սաղին թուրքերն առել են, սաղին, Ռոբիկի, Նիկոլի, մյուսին, Սերժիկ, եւ այլն, ով կա չկա տեղ։ Եթե չեն առել, թող հլեն խոսան։ Ես տեղ գտնվելով ես բանտում խոշտանգման մեջ, բարդ ամենաբունի մասով, արդարված գտնվում է բանտում ես հացագործ է, բայց ամերիկացի հացագործ է, բարդ
երկար եմ նստել, ես ունի նմանները, ու ես գիտեմ, թե ինչի համար եմ նստած, ենք հանրական հայացների, ու դե ասեմ, թողեք, ես գրում եմ ձերեկից չեն թողում, ես դրա մասին խոսում եմ, քաշ գիտակցելը, որ իմ թշնամին այս երկրում է նստած, ինձ փակող այս երկրում է նստած, սրանց են փողը տրեզորոցի պայքել, աստակային թողնեք խոսան ազատության մեջ չեն, ընկեր ժողովուրդ, ես ուզում եմ, որ այս չերեցին բոլոր ձայնայիններն է մաքսիմում տարածում, ես ուզում եմ, որ սա մաքսիմում տարածեք, թող որևիցե մեկ Ռոբերտ Քոչարյան արձագանքի Ղարաբաղի հարցը փակված թե ոչ, Սերժ Սարգսյան, Վանեցյան, ով կա Սաղաթել, Սամվել Կարապետյան եւ այլն, մեկը խոսքը տամ Սամվել Կարապետյանին, թողի աստղուն, այլևս չուղարկի եթեր։ Այդ տղեն չի հասկանում ինչա խոսում։ Աղմեսով կարող է տղեն լիացել մեկ պիտի բացեք սեքսի նախարարություն, ուսած մա չբավարարված կանեք, չպիտի լեչի հասկանում։ Կատակ տենե, թե իրոք այդ մարդը այդպես կմտածի, խոսք կտամ, որ այլևս այդ մարդու ընտանիքից մարդ չխոսա, ով է դրա PR մենեջերը Սամվել Կարապետյանը, քաղեմը տենց PR մենեջերին։ अधिक մեկ, երկրորդը, հասի չխոսան չիլը, գերությունից վերադարձան մի քանի հոգի, անվանական չեմ ուզում անդրադառնալ, որ հանկարծ ընդեղ նեղանալ չնի, բայց կարող է այդ անդրադառնալ, նամանավանդ են, որ գնացել էին, Քելբաջար էին գնացել, Տապչուր էին գնացել, Պարսեին էին գնացել, որ տաղջերի մեջ ասում էին Մեհրիբան Ալիևա, Արիմտի Տապչուր, մեր հետ, դրանից հետո բռին տարան Բաքու, այդ հրավիրողներին, հիմա էլ ասում են մենք հերոս ենք, ու դուք անասուն չեք, դուք գնաք ձեր կայսերով, մտեք տակջուր, ձեր պլորներ կողեք տակջերի մեջ, չոփչոփենեք, Մեհրիբան Ալիևային հրավիրեք տակջուր, թող դիվոները ձեզ բռնեն տանեն Բաքվում, կուկուլանատոման բանեն, այդ ձեր արտադրության համար, այսօր դուք կինասեք մեկ հերոս եք, ով դուք հերոս եք, բայց զովաղն են ովքեր են, բայց իրավորներ են հաշվանդամ տղերքը, որ ձենքը ձեր են գնացին կրվան ու հաշվանդամ դրան են, որ տղեկի պատճառով դրանք ովքեր են, հերոս բառը շիներեք լոտո, դուք թելուղացնեք հերոս է, կամ հելի ասում է շնորհակալություն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, իմ ընտանիքի դիվի օգնել է, դյություն արե, Գևորգ Սուչյան, Գևորգ Փաշինյան, նեղ այսօր, Նիկոլ Փաշինյանը թուրքերին օգնեց, Ղարաբաղը տվին, Նիկոլ Փաշինյանը թուրքերին օգնեց Կիրացը տվին, թուրքերին օգնեց Բենզորը տվին, թուրքերին օգնեց Սեղաստանության հարցն են փակում, հիմա մոռանը մենք կամաց, օգնեց որ կրթական ծրագրի հերը անիծվի, օգնեց որ կորոնավիրուսի ժամանակ մաքսիմալ մարդիկ զոհվեն, կորոնայի ժամանակ միտինգ կենել, ասում են պիտի հետո բռնենք կորոնավիրուսին, ախտահանենք, ազատելով մարդկանց ճապեցին են աշխարհ կովիդի ժամանակ, օգնեց։ Նիկոլ Փաշինյանը ես գիտեմ քո ընտանիքին ոնց է օգնել տղա ջան, կամ օգնա թե չի օգնել, բայց ինքը ում օգնել այդ մարդիկ կգնեն ասոյի փայտիկին։ Օգնել է քեզ, մալադեց, գնա դառը քփը, բայց մի մտի Նիկոլի կողքը արա։ Ինչ կողք ես անում տղա ջան, ինչ ես գովում։ Ահա ախտի ինչ անեմ մտել ասա հերոս է, ո՞ւշն է հերոս։ Կամ քո նմանների գեին գացի ինչն է հերոս, ո՞ւշ բան կռեց։ Կողս նայած պայթի, գիտակցությունս կողցնես, կարգից թուք է Երևանի, դա ուրիշ հարց, բայց էլի հերոս չես։ Բակնաս տապչուր, սրերը տապչերի մեջ չպծնեց, մերի բանին ասես արիք քեզի տեղ դոմպենք, հետո քեզի ստագիտ տանեն, բատում, հաստատեն, բանից անեն, դանից հետո խրգեն դուք ասեք հերոս է, եթե դուք հերոս եք, բանը կյանքնով ո, բան Ալբերտով ո, Մենուանով ո, միշներնով է, ոչ մեկ ուղիչ ասում հերիք հո, ասման ես շնորհակալություն Փաշինյանի ընտանիքին, շնորհակալություն Փաշինյան, տղա ջան, շնորհակալություն ես այդտեղ, ինչ ես այդտեղ դու գիտես, ես քեզ լավ եմ ճանաչում դրելից, բայց մի դրանց կողքը արա, որ եթե դու չես ուզում հաջորդ անգամ, ես իմ սեռական բառապաշարի այդ ամեն ինչը թափեմ վրետ, պիտակ վրետ ահագին թափել են, ես ոչ չգիտեմ ինչ, չեմ էլ ուզում բան մանրանալ, Մերի բաների դոմպը, դոմպի է մերի բաների, հերոսավ, դերին զգաց մարդը չի կարող լինել հերոս, դենեն առանց զենք, դոյց եմ կկնում զենքը դերին հասկացանք, պայտ հելակողısները գիտակցությունը կոսում են Երևանով են, դա այո ինչ որ մի տեղ, ըստ գնաց հրերը տեղ չպտած մեջը, կերի մեջ, տակցերի մեջ, կամ բռեն տանեն, վզից են բանից արեն, հենց ասեց հերոս է, շնորհակալություն Փաշինյանի ընտանիքին, ո՞վ է Փաշինյանի ընտանիքը, լսած։ Անասուն։ Հարցի թե չանը, չիլն։ Վերադառնում ենք բուն հարցի։ Հարց
Հայաստանյան քաղաքական դասի ներկայացուցիչները, որ ուզում են դառնալ վարչապետ, տեսնեն սկսած բռնել առաջ։ Ղարաբաղի հարցը փակված է թե ոչ։ Ես ուզում եմ, որ ժողովուրդը հարցը տա։ Քոչարյան, դերժիկ։ Նիկոլը հասկացա, Նիկոլը Պորրեկի վաստակը, հիմա ինքն ասում է Արարատ, սա Հայաստանի տարածքում չկա, մենք ինչ ունենք Արարատի մարդ, Արարատ քաղաք, ինչի մասից հանեք, վաղը այն մարդիկում անունը Արարատա, կասի դեոնը թույշինեք Արաբատ, որովհետև մենք Արարատ տարդ չունենք, ոնց Արաբատի անունն էին գրել Արաբատ թուրքերը, դուք այս փոզի տղեկի մոտ Արարատ հայկական ամեն ինչի նկատմամբ հատակակ ու զզվան կա, մարդամենով դիսկոտեկա հրավիրն, ու բարտիկա նվական, Պորրեկի ծնունդը, Նորվեգիայի վարչապետն է, որ դաղդում են ոչ հոգ, ոչ ցավ, եկի ձեռից է տմա, բոզիկ սղել, ինչի մենք չենք պահանջում միջանցք, նույնպիսի միջանցք, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, պարամեն կարիդորը, ինքես պարլամենտ, Նիկոլականներ պարլամենտում նստած ռոբասերժական, եկոն է բար եղեք դեպի մի հատ միջանց թուք ուզեք, դեպի բան Ռուսաստան, դենեմ Ադրբեջանը կտա, խերը կտալեք տնեց է մամայի բերանը, թե դեպի միջանց կտա, բայց ինչ են միջանց տալի, դուք ինչ եք միջանց տալի, դուք ես երկերը կրկրեցիք, 50,000 հոգու շինիկ բնթախստական, 5,000 հոգու կախիկ հողի տակ, 10,000 ջահելի շինեցիք հաշվանդամ, ամբողջ երկերը շինեցիք նարկոտիկի բուն, կրթական ծրագրի մորը ծխրիկ, ես անորից ուզում եք վերարտադրեք այ բոզի տղեք, այ պարլամենտում նստած Պորրեկի վաստակն է, մեկից կեսպետաշ, տաշտակ, մաշտակ, կպը, հանրապետականությունից խերրից կլող, հիմա լուրախաց եք Վարդան Ղուկասյանը չկա, Վարդան Ղուկասյանը նորից եմ ասում, դադաղի մեջ չերատեց ծխցնելու, ու խոսալու է, Նրանք են դաջը զարմացած, ասեն respect for you, Mr. Ղուկասյան, քովրա չեն տարել։ Ձեր լավի բերանը թափահարեն։ Հիմա հելեն են ասում, թե ուզում են վերարտադրվեն, ասում կարոտ եմ ես Քոչարյանը։ Գնա ակարկը հացից կարոտի, Պորրեկուհին, որ խիաստողոց աղացեք օխետ ռուսիկի մեջ, որ այդքան կապիտալ մի բան ձերս չխալեցի, բախի չխալի, կամ սերժ, բոզի տղա, չիբուրաշկա, ամենաաննեղ մարդն աշխարի, հելիք այն ժողովորդին տնեք ես ուտեղ, հելիք իսկան է որ դեդել խոտ անըտած, մեծ մասի։ You have 1 minute left. Այսքան է ուզում ասեին, ձեր հետ ես ամենահայոց Վարդան Ղուկասյանը, ու ձեր հետ էլ կմնա, չզողետան ուտելը ծովցանել, ամեն։